Ըստ խնդրի ABC հավասարացրուն եռանկյան AC հիմքի շարունակության վրա կարող ենք նկարում տեսնել կակետը վերցված է այնպես, որ C-կան հավասար է 1 սմ։ AB կողմի վրա էլ հաշկետը այնպիսին է, որ KH-ը ուղղահայաց է AB ուղին, AB կողմին այս դեպքում, եւ գիտենք, որ AH-ը մեզ մոտ հավասար է 1-ի։ Դա խնդրում է տրված։ Պահանջվում է գտնել ABC եռանկյան պարագիծը, եթե գիտենք, որ AC-ն 2 է։ Շատ լավ, ինչ կարող ենք այս գծագրի հետ անել ու ինչպես կարող ենք առհասարակ գտնել պարագիծը։ Դե պարագիծը գտնելու համար մեզ կարճ ասած պետք է գտնել BH կողմը, որովհետև մենք գիտենք, որ եռանկյունը հավասարացրուն է, գրված է ըստ խնդրի, եւ BH-ը գտնելով կարող ենք սրունքի երկարությունը գտնել, դե հիմքն էլ ունենք։ Շատ լավ, իսկ BH-ի վրա ինչպես կարող ենք գործ անել, ինչպես հասկանալ, թե ինչի է հավասար BH-ի արժեքը։ Դրա համար առաջարկում եմ ոչ թե կենտրոնանալ BH-ի վրա, այլ միանգամից կենտրոնանալ AB կողմի վրա ու ինչ-որ նմանություններ փորձել տեսնել։ Օրինակ, նկատենք, որ եթե ահա այսպես պատկերացնենք մեր եռանկյունը, ինքն այս C-ի մասին մի պահ մոռանանք, որ ահա այսպիսի կողմ կատարված եւ ենթադրենք, թե եռանկյունը AB կանե։ Կարող ենք ահա այստեղ նկատել կողմերի մեջ ինչ-որ նմանություն, այսպես ասած, ու հիմա փորձենք արդեն դրա հետ աշխատել։ Իսկ դրա հետ աշխատելու միտքը այն է, որ վերցնենք եւ B-ից ուղղահայաց տանենք A-կային, ահա այստեղ։ Ու եկեք դրա անունը թող լինի L, օրինակ։ Ակնհայտ է, որ այստեղ կունենանք 1 եւ 1, որովհետեւ եռանկյունը հավասարացրուն է եւ հիմքին տարված բարձրությունը եւ միջնակիցը եւ բարձրություն եւ կիսոր, դա բոլորս գիտենք։ Շատ լավ։ Հիմա ինչ կարող ենք արդեն այստեղից եզրակացնել, դե անկյուն A-ն ունենք այստեղ ալֆա է, էլ ինչ ունենք այստեղ, ունենք, որ ահա այս կողմը մեզ մոտ 1 է, դա նույնպես 1 է, այս անկյունները իրար հավասար են ու հիմա արդեն գրենք մեր հայտանիշը, որովհետև տեսեք մենք փորձելու ենք եզրակացություն անել ամբողջ կողմի վերաբերյալ, այլ ոչ թե մի կտորի վրա։ Շատ լավ, որն է միտքը սրա, A-L-ը հավասար է AH-ին, հավասար 1 սմ, այս կողմը հավասար է այս կողմին, անկյուն A-ն ընդհանուր է մեզ մոտ, ահա այս անկյունը ընդհանուր է և այս անկյունը ունենք, կողմ ունենք ու մյուսը ահա այս 90 աստիճաններն են և անկյուն BL-ան հավասար է 90 աստիճան ու իր հերթին հավասար է անկյուն KH-ային։ Ահա այս երեքից սա մեզ մոտ եռանկյան հավասարության հայտանիշներից է, որ ըստ որի եթե եռանկյան ինչ-որ կողմ և դրանից անկյունները հավասար են մեկ այլ եռանկյան ինչ-որ ֆիքսված կողմին և դրանից անկյուններին, ապա այդ եռանկյունները իրար հավասար են։ Ուստի այստեղից հստակ կարող ենք ասել, որ եռանկյուն ABL-ը հավասար է եռանկյուն AH-ին, ABL-ը AKH-ին։ Շատ լավ, հետևաբար համապատասխան կողմերն էլ իրար են հավասար։ Ուստի AB-ն էլ իր հերթին հավասար է AK-ին, հավասար 3 սմ։ Իսկ դե պարագիծն էլ իր հերթին, իմացանք, որ սրունքը 3 է, ունենանք 3 անգամ 2 գումարած հիմք 8 սմ։ Շատ լավ, դե արդեն ակնհայտ է, որ պարագիծ գտնելը այնքան կարևոր չէր այստեղ, ինչքան կարևոր էր կառուցումը կատարել ու հասկանալ, թե ինչ ենք անում։ Կարճ ամփոփում խնդրի համար ինչն էր կրկին այստեղ կարևոր։ Կարևոր էր նկատել, որ եթե B-ից մենք ուղղահայաց տանենք AK-ին, այստեղ այսպիսի հավասարություն տեղի կունենա։ Մյուս կողմից կարևոր էր դիտարկել մեզ մոտ ընդհանուր որպես եռանկյուն սա։ Ճիշտ է, ոչ մի ձև մեզ չօգնեց B-ն ու K-ն միացնելը, սակայն այն ավելի լավ պատկերացում տվեց։ Մենք մի պահ ուղղակի մոռացանք այստեղ, որ BC կողմ կա, ուղղակի սկսեցինք դիտարկել այս մեծ եռանկյունը, որից ավելի շատ օգուտ ունեինք։ Ու հետո արդեն ուղղահայաց տանելու միտքը եկավ այն իմաստով, որ նկատեցինք, ահա սա մեզ մոտ 2 է, եթե տանենք այդ ուղղահայացը կլինի մեզ մոտ 1, ահա այս կողմը ու 90 աստիճան կստացվի, մյուս կողմից էլ ընդհանուր անկյուն ունենք, ուստի ինչ-որ հավասարություն կարող է լինել։ Նաև այս երկուսը իրար միացնելուց կարող ենք հավասարություն նկատել հենց կողմերի մեջ,
Ուստի որոշակի եզրակացություններ կարելի էր անել, եթե սկսեիք ուղղակի ինչ-որ կողմեր իրար միացնել ու տարբեր գործողություններ անել, գծագրի հետ հավելել կառուցումներ անել։ Մյուս կողմից, եթե չգիտեք ինչ անել այսպիսի դեպքերում, խորհուրդ կտամ ուղղակի գոնե անկյունները փորձեք գտնել։ Ենթադրենք սա ալֆա է, սա մեզ մոտ պետք է լինի 90 մինուս ալֆա, ուրիշ որտեղ մենք կարող ենք ալֆա ունենալ, դե օրինակ սա է մեզ մոտ ալֆա որպես հավասարացրուն, ուստի այս անկյունը պետք է լինի 180-ից հանած 2 ալֆա եւ այսպես շարունակ։ Որոշակի անկյուններ նշանակեք, սկսեք գծագրի հետ խաղալ, այսպես ասած, գործողություններ անել ու արդյունքում կգաք այն լուծմանը, որը ձեզ անհրաժեշտ է, որովհետեւ միանգամից միգուցե կառուցում կատարելու միտքը չկա։ Ամեն դեպքում կառուցումը կատարելուց հետո ուղղակի ստանալով այդ երկու եռանկյունների հավասարություն եւ մեզ անհրաժեշտ կողմի երկարություն կարելի է գտնել ընդհանուր պարագիծ։ Այսքանով կարող ենք լուծումը ավարտել։